Սիմոն անունով մի մարդ կար, որ այդ քաղաքում նախապես մոգություն էր անում և զարմացնում Սամարացի ժողովրդին իր մասին ասելով, թե ինքը մեծ մեկն է։ Փոքրից մինչև ամենամեծերը նրան էին նայում ու ասում. «Սա է Աստծո զորությունը, որ մեծ է կոչվում»։ Հիացմունքով էին նայում նրան, որովհետև երկար ժամանակ մոգություններով իրեն զարմացրել էր։ Բայց երբ հավատացին Փիլիպպոսին, որն Աստծո արքայության և Հիսուս Քրիստոսի անվան մասին էր ավետարանում, բոլորը, տղամարդիկ և կանայք, մկրտվեցին։ Ինքը Սիմոնը ևս հավատաց և մկրտվելով միշտ Փիլիպպոսի հետ էր լինում ու տեսնելով այն նշանները և մեծամեծ զորությունները, որ կատարվում էին, զարմանում էր։ Երբ Երուսաղեմում գտնվող առաքյալները լսեցին, թե Սամարիայում էլ ընդունել են Աստծո խոսքը, նրանց մոտ ուղարկեցին Պետրոսին և Հովհաննեսին, որոնք իջնելով աղոթում էին նրանց համար, որպեսզի ստանան Սուրբ Հոգին, քանի որ մինչև այն ժամանակ նրանցից ոչ մեկի վրա Սուրբ Հոգին դեռ չէր իջել, այլ միայն մկրտվել էին Տեր Հիսուսի անունով։ Այն ժամանակ ձեռքները դրեցին նրանց վրա, և նրանք Սուրբ Հոգին ստացան։ Սիմոնը տեսնելով, թե առաքյալների ձեռք դնելով Սուրբ Հոգին տրվում է, փող տվեց և ասաց. «Ինձ էլ տվեք այս իշխանությունը, որպեսզի ում վրա որ ձեռքս դնեմ, Սուրբ Հոգին ստանա»։ Պետրոսը նրան ասաց. «Քո արծաթը թող քեզ հետ կորչի, քանի որ կարծեցիր, թե Աստծո պարգևները կարելի է փողով ստանալ։ Դու այդ բանում մաս ու բաժին չունես, քանի որ քո սիրտը Աստծո առաջ ուղիղ չէ։ Դու քո այդ չարության համար ապաշխարիր և աղաչիր Տիրոջը, թերևս քո սրտի նենգ խորհուրդները քեզ ներվեն, քանի որ մաղձի դառնության և անիրավության կապանքների մեջ եմ տեսնում քեզ»։ Սիմոնը պատասխանեց. «Ինձ համար դուք աղաչեցեք Տիրոջը, որպեսզի այն բոլորից, ինչ դուք ասացիք, իմ վրա ոչինչ չգա»։ Եվ նրանք վկայություն տալով խոսեցին Աստծո խոսքը ու վերադարձան Երուսաղեմ։ Եվ սամարացիների շատ գյուղերում ավետարանում էին։